Վերանորոգվող դպրոցների շարքից է թիվ 38 հիմնական դպրոցը։ Երկհարկանի շենքի դասասենյակներում ու միջանցքներում շինարարը քանդման ակտիվ աշխատանքներ է կատարում։ Ջեռուցման հին համակարգն են քանդել, որ նորն անցկացնեն, էլեկտրական մալուխներն են փոխել սանհանգույցները ևս, փայտե պատուհանների փոխարեն եվրոներն են տեղադրել։ Բոլորը ոչ սարքին վիճակում են եղել, իսկ հիմա բոլորը փոխվում են նորով։ Փոխվում են բոլոր գոյուղագծերը, ջրագծերը, էլեկտրական բոլոր լարերը, մալուխները փոխված են, սանհանգույցն դե տարիների ընթացքում հաշվետվություն ա եղել, դրանք բոլորը փոխվել են, գոյուղագծերի մասին է խոսքը։ Դրանք փոխվել են, ջեռուցման համակարգները բոլորը փոխվել, առաջ եղել են Թուջե մարկոսներ, հիմա բոլորը փոխվում են նոր այլումինե եվրոպական մարկոսներով։ Մի խոսքով շենքը վերից վար շինտարածքի են վերածել։ Այս դպրոցն էլ այն տասնյակներից մեկն է, որ տեղամասային կենտրոնի համար է ընդունել 31-ի 18։ Տեղամասային հանձնաժողովն իր առաջին նիստը ոչ թե ներսում, այլ բակում է արել։ Հենց նստարան դրեցինք, լավ արև եղանագիր, անցած շաբաթվա մեջ դրսում արել են նիստը։ Արև օրերի սպասումով շինարարն էլ վերանորոգումը սկսել է անցած տարվա նոյեմբերից, բայց ոչ մի կանխատեսում չունենալով, որ ընտրության օր կա, դպրոցն էլ տեղամաս է դառնում բոլոր տեղական ու համապետական ընտրությունների համար։ Տրված ժամկետում 120 օրում աշխատանքներն էլ չեն հասցրել ավարտել։ Դրա մեղավորն ու պատճառն էլ անընդհատ պահանջվող փոփոխություններն են։ Շինարարն այդպես է ասում։ Դուք տեսնում եք այստեղ, որ այստեղ ընտրական տեղամաս չի կարող ծառայել։ Նույնիսկ մենք փակ բան չունենք, որ այդ սեյֆը տեղադրենք, ես ինչ գիտեմ, ոստիկանների սենյակ հատկացնենք։ Չկա, ոչ մի հարմարեցված պայման չկա։ Ենթադրենք մարդիկ սկան տեղը մաքրեցին։ Ստեղից ով կարող է ընտրողը մտնի, ընտրություն կատարել, դուրս գա չէ։ Դպրոցի տնօրենն անհանգստացել է ու անհանգստացրել տեղամասային հանձնաժողովի նախագահին, որ վերջինս տեղյակ պահի ու վիճակը ներկայացնի պատասխանատու կառույցներին։ Մտահոգությունը տեղ հասել էր, իսկ տեղամասի տեղը փոխելու հարցը ի վերջո լուծվել մեր նկարահանումից հետո։ Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը իլուր բոլոր ընտրողների հայտնում է, որ 38 դպրոցի 31-ի 18 տեղամասը 38 դպրոցից տեղափոխվել է Գործարանային փողոց 8-ի 6 հասցեում գտնվող մասնավոր ընկերության նորակառույց շենք։ Ի սկզբանե դա չէին կարել, որովհետև մտածելով, որ ժողովուրդը միշտ սովոր են եղել տեղամասի վրա միշտ է տեղ են եկել, բայց հիմի արդեն երբ որ պայմանները չի համապատասխանում, դրա համար այս փոփոխությունը անում ենք ու ընտրողների համար էլ անհարմարություն չլինելու, եթե մարդը գալիս է այդտեղ գիտենալով, որ այդտեղ է, մարդիկ կտեսնեն, իրանց գրած կլինի հասցեն, տեղը իրանց թաղամասում է, բոլորը գիտեն այդ նորակառույց դելտայի շենքը, բոլորը գիտեն ու այնտեղ կանցկացվի։ Վերանորոգումների պատճառով, սակայն հասցեի փոփոխության կարիք չունեն թիվ 32 հիմնական դպրոցում տեղակայված, այն էլ 2, 31-ի 57 և 31-ի 58 տեղամասերը։ Թիվ 32-ում շինարարությունը առաջին հարկից չեն սկսել, այլ երկրորդից են իջնելու առաջին, որտեղ սանհանգույցներն էլ չեն քանդել։ Հիմա արդեն գիպսոնիտով հարթեցում ենք անում, հետո ծեփամածիկներով դռները տեղադրենք, ջեռուցման համակարգն ենք լրիվ փոխում, հոսանքի մոնտաժներն ենք լրիվ փոխում, նորն ենք անում, հետո սանհանգույցներն ենք հները բոլորը ապամոնտաժ քանդել ենք, պետք է նոր սալիկա պատենք։ Ընտրական տեղամասերն էլ առաջին հարկի աճուծախ թևերում են լինելու։ Չի խանգարի, որովհետև ընտրական գործընթացների օրերին սկսված մարտի 28-29-30-ին մեր շինարարը չի աշխատելու, որպեսզի ոչ մի խնդիր չստեղծի։ Քանի դեռ դպրոցում գարնանային արձակուրդների շրջան է, շինարարը փորձում է ավելի արագ գործել։ Թիվ 32 դպրոցում երկրորդ կիսամյակից երկերտ գրաֆիկի են անցել, ինչը հնարավոր չի եղել անել թիվ 38 հիմնական դպրոցում։ 245 աշակերտով 12 դասարան կազմով ու մանկավարժներով դասերն անում են ոչ շատ մոտ ու բոլորովին այլ թաղամասում գտնվող թիվ 4 հիմնական դպրոցում։ Մինչև նոր ուսումնական տարի հավանաբար չեն էլ վերադառնա իրենց վերանորոգված դպրոցը։ 4 դպրոցի մի մասնաշենքը տարական ուղղակի տրամադրել են մեզ, միայն մեր դպրոցն է, առանձին մուտքով ենք մենք դուրս գալիս ներս մտնում, ոչ մի խնդրեմ չկա։ Բացի վերանորոգվող դպրոցներում տեղակայված տեղամասերից, ընտրատեղամասային կենտրոնների հասցեների փոփոխությունն ավելի վաղ էր արվել, հաշվի առնելով տարածքների մատչելիությունն ու պայմանների ոչ բավարար լինելը։ Մարինե Դերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։